Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 23։ Գոհություն դժվարության մեջ։ Ամբողջ Սուրբ գրքի ամենակարևոր համարներից մեկը գտնվում է Պետրոս առաքյալի առաջին թղթում։ Առաքյալը խոսում է մեր հավատքը փորձվելու անհրաժեշտության մասին, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Առաջին Պետրոս 1:7 խոսք։ Այս խոսքը հետևյալ մտքով մեզ հուշում է, որ Աստված ասում է. «Քո հավատքն ինձ համար ավելի թանկ է, քան այս աշխարհի ողջ հարստությունը, որը մի օր կկործանվի։ Ես ուզում եմ, որ դու կարողանաս անսասան հավատքով ամուր կանգնել այս վերջին օրերին, երբ թշնամին ամեն տեսակ չարիք է ուղարկում քեզ վրա»։ Եվ շարունակում է խոսք 5-ում, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստած փրկությունը, որ հայտնվելու է հետին ժամանակում։ Այսինքն, ես կպաշտպանեմ քեզ և կօրհնեմ քեզ ամեն մութ օրերում, քո գործը պարզապես ինձ հավատալն է, դուք կպահպանվեք իմ զորությամբ, հավատքի միջոցով։ Պետրոսը նաև ավելացնում է. Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից, 2 Պետրոս 2:9 խոսք։ Այստեղ փորձության համար օգտագործվող հունարեն բառը նշանակում է դժվարին փորձության ենթարկվել։ Իսկ Պողոսն ավելացնում է. ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Առաջին Կորնթացիս 10:13 խոսք։ Ակնհայտ է, որ Աստված չի ցանկանում մեզ պահել մեր փորձությունների մեջ։ Ինչու նա պետք է շահագրգռված լինի, որ մենք մնանք այդ հակղությունների և տառապանքների մեջ։ Նա փառավորվում է ոչ թե իր զավակների փորձություններից, այլ մեր փորձությունների հաղթանակներից։ Նա Աստված է, նա հավատարիմ է, նա պաշտպանում է, նա է մեզ իր խոստումները տվել, և նա էլ կպահի։